ուշացել որպես մասնագետ եք դրանացնել, եթե չեմ սխալվում, օգնական։ Չէ, գիտեք, ոչ թե չենք իմացել, որ ինքը գլխավոր դատախազի եղբայրն է։ Իհարկե իմացել ենք, այդտեղ գաղտնի բան չկա։ Ասածից իմաստը հետևյալն է, Կարապետյան Սամվելի կադրային քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ այս մարդնա չի կարելի կամ այս մարդնա պետք է առավելություն ունենա։ Երբեք։ Կաշխատի, նորմալ կաշխատի մեզ հետ, չի աշխատի, անկախ նրանից իրով լինելը ինքը կազատվի։ Քաղաքականությունը այսպեսին, հավատացեք։ Այս պարագայում այդ ժամանակ խաղաղ են եղել արշավիչները ձեզ մոտ, հիմա խաղաղ չեն։ Ճիշտ է չի ձեզ այդ հարցը տալու, բայց ամեն դեպքում ռիսկ չի պարունակում արդյոք ունենալ մանավանդ գլխավոր բուրգում մեկը, ով իշխանության ներկայացնում։ Նախ գլխավոր բուրգ չի, Մուսալեր մասնաճյուղի տնօրենի խորհրդական անդամ է, ձեր նշած անձը, եւ ախր գիտեք որ նախնդիրը, լավ ընդունենք գլխավոր, ընդունենք իմ օգնական կամ խորհրդական։ Ես ինչ եմ անում, որ ես վախենում եմ, որ Վարդապետյան Աննայի եղբայրը իմանա։ Ինչի՞ չենք այս տեսանկյունից նայում։ Այսինքն մենք չենք անում այնպիսի բան, որից վախում ենք, ով տանում եք քաղաքականություն լավ չի։ Կներեք, բայց այդտեղ։ Հաջորդ հարցին անցնենք։ Խնդրում եմ ներկայացեք Դուք ձեր խոսքում նշեցիք, որ չէիք արել ոչ մի բան կամ չէին երևացել որևէ նախադրյալներ այն մասին, որ պետք է բանը հասնել սրան եւ իշխանությունը ասեր պիտի խլենք հեծել։ Բայց դեր որ կապ չուներ աշտարակի մայրով, որ այդ որի բացման հոսանքազրկում այդեցի հետ, արդեն մեկնաբանություն տվել եք։ Դրանից առաջ ազգային ժողով, դրանից առաջ կառավարություն, մյուսերը այս նիստի ժամանակ։ Եթե ծուղը նստենք շիտակ խոսենք, նաև քաղաքացիներից դժգոհություններ կան, ասում դրանց մասին նաև դուք եք։ Այս վիճը ընդհանուր առմամբ, որը իմիտացիա է, որի իմիտացիա չէ, չէր հուշում այն մասին, որ ամեն դեպքում սև ամպերի պատմությունին, սա մեկ, երկրորդը հիմա շատ է շրջանառվում նաև արկածը, որ Փաշինյանը ազգայնացում կամ պետականացում ասելով իրականում նկատի ունի ոչ թե բուն պրոցեսը, հասկանալով որ դա շատ բարդ գործընթաց է, այլ նկատի ունի կառավարումը վերցնելը։ Եվ երրորդ հարցը, Սամվել Կարապետյանի մի հայտարարությունը շատ մանիպուլացվում նաև ԿՊԱ-ականների կողմից, թքածում են ձեր վրա է, ձեր հեծի վրա է, արդեն հասել են նրան, որ ասում է ժողովրդի վրա է, իրական այդպիսի բան չունի։ Ինչու պայքարել մի հիմնարկի համար, որի տերը ըստ էության թքածում, այս Ուրեմն երբեք հեծը չի հայտարարել, որ մենք չունենք խնդիրներ, մենք միշտ ճիշտ ենք եւ այլ եւ այլ։ Եթե այդպիսի հայտարարություն գտնեք, խնդրեմ։ Ես ունենալով այդ լիազորությունը, հիմա եւս մեկ անգամ ձեզ հայտարարում եմ։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Մեզանից լավ այդ խնդիրները ոչ մեկ չգիտի, չի էլ կարող իմանալ։ Բայց մոտավորապես այդ չափով ի սկզբանե իմացել է կառավարությունը։ Ի սկզբանե իմացել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Հիմա ինչի համար են իրանք դա տենց Բայց գոհ են եղել ձեր աշխատանքից։ Գիտեք ոնց գոհ են եղել դինամիկայից։ Եկեք սենց ասենք, մեր աշխատանքից գիտեք անշնորհակալ աշխատանքը հավատացած եղեք, ոչ մեկ էլ գոհ չի լինում։ Ես ինքս էլ իմ աշխատանքից գոհ չեմ։ Ինչի համար, քանի կա Հայաստանի Հանրապետությունում հոսանքազրկում, եւ Կարապետյան Սամվելը եւ հեծի վերնախավը ձեր ասած չի կարող գոհ լինել իրենց, եթե նորմալ մարդիկ են, բայց ոնց որ ասում են նորմալ մարդիկ են։ Այդ պարագայում այստեղ ուղղակի պետքա մեր սխալը նաեւ եղել է նրանում, որ մենք չենք տարանջատել հոսանքազրկումները։ Ես հիմա պնդում եմ անելու, որպեսզի այսուհետև հոսանքազրկումները ամբողջությամբ հրապարակայնեցվեն եւ տարանջատվեն։ Այսինքն ում կողմից է եղել կամ ում այսպես ասած սեփականության բալանսի վրա եղած ենթակայանում կամ մալուխներում է եղել այդ պատճառը եղել այդ հոսանքազրկումը։ Որովհետև չէ, հրապարակվում է, բայց օրինակ ոչ միտեղ չի երևում, որ օրինակի համար, չգիտեմ, 3-4 օրը քաղաքի ուփատոր եթե չեմ սխալվում, քաղաքի 40% եւ աշտարակ խոշորացած համայնքի մեծ մասը Այսպես ասեմ, հետո չասեն կեսներ 40 անջատված է եղել։ Դե ես ասել եմ, հիմա դրան էլ իհարկե կանրադառնամ։ Մեկ օրում չի լինում, չէ՞, այսինքն։ Հա, այսինքն այդ մենք հայտարարել ենք մենք չենք։
Մենք ասել ենք Շահումյան 2 ենթակայանում եղել է խնդիր, որտեղից մենք ունենք 110,000-ի գծեր, ենթակայաններ չխորանանք մասնագիտական մեջ, այսինքն եթե Շահումյան 2 ենթակայանը չի աշխատում, մենք այդտեղից հոսանք չենք կարողանում վերցնել, որի արդյունքում դրանից սնվող բոլոր բաժանորդները մնում են հոսանքազուրկ։ 4-րդ օրը անցել է։ 6-ից ոչ մի լուր։ Բնականաբար այդպես էլ պետք է անեին, ինչ պետք է անեին, պետք է երևի թե արգելեին կամ իրենց ձեռ չի տալիս, որ բեցը որպես պետական կազմակերպություն, այսինքն տարածքային կառավարման, պես կարճ ասեմ, անդադ այդ նախարարությունների անունները կարող է երկար չասեմ, բայց տեղյակ եմ։ Այդ նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկը չի հայտարարում։ Ուղղակի, տենց մի քիչ քաղաքային ժարգոնով ասած, չորով չի հայտարարում, որ մենք ենք մեղավոր կամ մեր մոտից է եղել, այստեղ մեղավորության խնդիրներ չի ավելի շատ։ Ուղղակի մեր մոտից է եղել։ Իմ ասած այդ տարանջատումը պետք է այդտեղ լինի։ Եղել է 1000 հոսանքազրկում, այդ 1000-ից, չգիտեմ, 50-ը եղել է այլ պատկանելիության ենթակայաններում։ Չգիտեմ, 50-ը եղել է մեր այս շինարարական բումի ժամանակ մեր մալուխները վնասելով։ 100-ը եղել է հեծի բալանսային պատկանելիության ենթակայաններում եւ մալուխագծերում, որի համար էլ բացատրությունը սա է։ Այն ինչ որ ես ձեզ նշեցի, այսինքն դինամիկայի առումով, որ անցած տարի 18.1%-ով նվազել է։ Սա հանձնաժողովի թվերն է։ Ես այսօր ձեզ չեմ ասելու ոչ մի թիվ, որը հեծից է։ Մի բանի համար, մանիպուլյացիաներից խուսափելու համար, որ չասեն հեծը թիվ է ասում, թուղթ գրիչն ու թուղթի իր ձեռքն ինչ ուզի գրի։ Հեծի որևիցե թիվ չեմ ասելու, չնայած որ դրան էլ կասկած չպետք է լինի, բայց չեմ ասելու։ Տարանջատելը սրա մասին է խոսքը։ Մեր ազգաբնակությունը գիտի, սակագինը վճարեց, գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանքը անջատվեց, մեղավորը հեծը։ Հիմա այդ տարանջատման ժամանակ արդեն պարզ կերևա եւ պետք է այստեղ անկեղծ ասած նաեւ գալ նրան, որ մի քիչ ազնիվ չի այդ մարմինների կողմից չնշելը, նույն այդ մոլը, այսպես ասած, այդ մոլի պատմությունը, որ որևիցե կապ չունենք, երկու կողմից ծնուցում ունի, մեկը Պեկի նախկին պաշտպանության նախարարության շենքից, այո, մեկը Կարիտաս գծից բերել է համաձայնություն տվյալ սեփականատերից, որ իրենք համաձայն են իրենց մոտ հզորության թույլատրված հզորության նվազեցումով, այսինքն իրենց ունեցածից այսքան տալիս ենք այս մոլին, համաձայն ենք, որ միանա մեր ենթակայանից, 0 պարտավորություն, 0, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, ոչ մոլն է հանդես գալիս, ոչ մեկ, եւ ամենակարևորը, ասում եք կառավարության նիստի, մեր բաժանորդն են, բայց իրենց էլեկտրոտեղակայանքները մերը չեն, մենք բալանսային պատկանելություն հասկանում եք դա ինչ նշանակում, մենք իրավունք չունենք կատարել աշխատանք մի գծի կամ մի ենթակայանի վրա, որը մերը չի։ Բարի կամքի դրսևորում ամեն դեպքում պետություն ենք, ամեն դեպքում սա եւս մեկ անգամ ապացուցում է սաբոտաժի հայտարարությունները, ոնց ասեմ, կոպիտ չստացվի, որ մի քիչ եթերային էլ լինի, էլի։ Այդ սաբոտաժ կոչված ով որ հայտարարում է, չգիտեմ, չեմ էլ լսելով հայտարարում, չեմ էլ ուզում իմանալ հայտարարում, բայց կոպիտ սուտ է։ Շատ մեղմ ասած, հաջա։ Բաժանորդինն էին այդ գծերը։ Բաժանորդինն են, թե իրեն տված ընկերությանն են, մեզ քիչ է հետաքրքրում, մերը չեն։ Այսինքն ով որ համաձայնվել է իր գծից սնվի, նրանն է, թե այդ իրանց մեջ ինչ որ այլ հաշվապահական բան է տարվել, ես չգիտեմ։ Բայց մերը չի։ Կներեք, կառավարություն եւ ազգային ժողով ընդունում են, էլի ասել, ամեն դեպքում դա գոնե ձեր պատասխանատվության տակ։ Ինչը։ Կառավարությունն էլ ենք հայտարարություն տվել, ախր կառավարության հոսանքազրկումը նորից եղել է բեցի ինչ որ, նու, այսպես մեկնաբանեցին, խնդրում եմ սա հիմք չընդունել, տենց բաներով մենք կարող ենք մեր դիսպեչերները անդադ կապի մեջ են։ Բեցի դիսպեչերների հետ, մեր դիսպեչերների հետ կան զայնագրություններ։ Լավ, վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատումը հոսանք։ Ինչ որ մեկը կասկածում է, որ կառավարություն ունի Մենք ցանկություն չենք ունեցել Փաշինյանի վախը բռնելու եւ չունենք, կարծում եմ չենք էլ ունենալու։ Բայց նորից խնդրում եմ լսեք, ինչ որ մեկը չի կասկածում, չէ՞ որ Փաշինյանն էլ կառավարությունն էլ ունեն բոլոր հնարավորությունները պարզելու ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունը։ Լավ ուրա։ Պարզեցիք, ինչ որ մեկին հեծից, որը կատարել էր դա, նստացրեցիք, լավ է ստացվում իրենց մոտ։ Նորից
Ուզեք չի։ Հա, ուզեմ չուզեմ։ Ամեն ինչ վերագրել հեցին ըստ էության այդ միտումը։ Իհարկե, ես ձեզ ասում եմ, պետական լծակներ ունենալու պարագայում տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի հեշտ է գեներացում դժգոհությունը։ Ես նորից կրկնում եմ ու անդադ այսօր կրկնելու եմ, որ որից է պարագայում չասեն, հեծը խնդիր չունի։ Այո, ունենք խնդիրներ, բայց մենք ուզում ենք, որ մեր գործընկերները մեզ հետ լինեն ազնիվ, այսինքն մեր խնդիրների չափը, քանակը լինի ճիշտ։ Ոչ թե Երկրորդ հարցին եթե կարելի է, կառավարումը տակ, իրենք բաներ ցանեն, դուք տերը դինեք։ Գիտեք, էդ էլ այդպես չի։ Էլի նորից մենք գնում ենք մեր պաշտպանողական կամ հարձակողական, ոնց ուզում եք ասեք, իրավական ճանապարհները բացահայտելու մասին, էդ էլ այդպես չի։ Եթե իրենք մտածում են, որ կարող են կառավարիչ նշանակել, այսպես ասած, այդ իմ ասած անգրագետ օրենքով, եւ այդ կառավարիչը գա ինչ ուզենա անի, Կարապետյան Սամվելի ունեցածքով երաշխավոր է բանկերում մյուս պատասխան տա, դա էլ այդպես չի։ Մի քիչ գիտեք,